Քույրեր, կարող ենք բոլորը սրտանց ասել փառք Աստծուն։ Փառք Աստծուն։ Սաղմոսի մեջ գրված է հետևյալը, միշտ հիշեք. շնորհակալություն մատուցանողը զիսկը փառավոր է, եւ իր ճամփուն զգուշացողին պիտի ցուցնեմ Աստծո փրկությունը։ Նորից եմ կրկնում. շնորհակալություն մատուցանողը զիսկ փառաբան է Աստծուն, եւ իր ճամփուն զգուշացողին պիտի ցուցնեմ Աստծո փրկությունը։ Նորից ասենք Փառք Տիրոջը։ Կարդում եմ ինձ համար եւ ձեզ համար Հոբի գրքում հետարքիր խոսքեր կան, որ այդ խոսքերով պետք է նորից եմ ասում հասկանանք ու Տիրոջ արժե պիտի գանք։ Սա գրված է Հոբ 33:14։ Հոբ 33 գլուխ 14 խոսքից ես մի քիչ երկար պիտի կարդամ։ Ամեն մեկս միտք առնենք 33:14։ Հիրավի Աստված մեկ անգամ կամ երկու անգամ կխոսի, թեև մարդը ուշադրություն չի անում։ Երազի մեջ, գիշերվան տեսիլքի մեջ, երբ խորուն քուն ընկնում է մարդուց վրա, եւ անոնք իրենց անկողնի մեջ կքնանան։ Այն ատեն մարդուց ականջները կբանա, անոնց խրատը կքննե, որպեսզի մարդը գեշ գործեն դարձնե։ Նպատակը նորից եմ կարդում։ Ինչ անի կարդացինք, որպեսզի մարդը գեշ գործեն դարձնե, այսինքն չար գործեն վատ կյանքից դարձի բերի, ու մարդեն հպարտությունը արգել է, մարդկային հպարտությունը արգել է, անոր հոգին գերեզմանեն կպահե, եւ կյանքը որպեսզի սրով չմեռնի։ Նաեւ մարդը անկողնի մեջ ցավով կպատժվի, եւ իր բոլոր ոսկորները սաստիկ ցավով, այն ատեն անոր անձը հացեն կզզվի, անոր հոգին հապագելի կերակուրներեն, անոր մարմին այնպես կհալի, որ չի երևնար։ Շարունակությունը։ Անոր գրվածը ջերևծած ոսկորները դուրս կելնեն, անոր անձը գերեզմանի կմոտենա, եւ անոր կյանքը կորստի։ Եթե անորքով թարգման պատգամավորը լինի 1001-ը եւ անոր ուղղությունը մարդուն իմացնի։ Շարունակությունը։ Այն ատեն անոր ողորմելով, տեսեք Աստծո ողորմությունը ինչքան մեծ է։ Դրանից հետո ասում է, դարձյալ ասում Աստված անոր ողորմելով պիտի սե, ազատե զանիկա, որպեսզի գերեզմանը չիջնե, եւ խավոճությունը գտա։ Թողություն եղավ, մեղքի խավոճություն, մեղքի թողություն։ Անոր մարմինը տողու մարմինեն ավելի փափուկ պիտի լինի, փոխվեց իրավիճակը։ Անիկա իր մանկության օրերի պես պիտի դառնա, Աստծուն պիտի աղաղակե, Աստված զանիկա պիտի ընդունի, եւ անոր երեսը ուրախություն պիտի տեսնի, փոխվեց իրավիճակը, փոխվեց տրտմություն ուրախության, ցավերը տարապանքներից մաքրվեց, քանզանիկա պիտի հատուցանե մարդուն անոր արտարության համեմատ, անիկա մարդոց վրա կնայի, եթե մեկը ասե, եթե մեկը ձեզանից որ ասի, մեղ գործեցի, իրավունք ավրեցի, ասիկա ինձ օգտակար չեղավ, զղջում է, փոշմանում է, սա ինձ օգուտ չեղավ, այն ատեն անոր հոգին կազատե, որպեսզի գերեզմանը չիջնե, եւ անոր կյանքը լույս կտեսնե։ Աստված այս ամեն բաները 2-3 անգամ մարդուն կենե, որպեսզի անոր հոգին գերեզմանը դարձնե, որպեսզի ապրողներու լուսովը լուսավորվի, ապրողներու լուսովը լուսավորի եղբայրներ քույրեր։ Եվ շարունակ կարդում ենք գրված է 34:21-ներ, 34:21, վասնզի անոր աչքերը մարդու ճամփաներուն վրա են, եւ անոր ամեն քայլերը ինքը կտեսնի, այսինքն տեսնում է։ Ոչ խավար կա եւ ոչ մավան շուկ, որ անիրավություն գործողները հոմ պավեն, այսինքն չեն կարող թաքցվեն։ Վասնզի մարդուս վրա երկար քննություն չի անում Աստված, երբ անիկա Աստծո առջև դատաստանի երթա։ Քրիստոսով եղբայրներ քույրեր, ինչքան կարևոր է սոր։ Պողոս առաքյալը, եթե նայում ենք Ֆիլիպեցիս 3:18, Պողոս առաքյալը լաց էր լինում, գիտեք ում համար է լաց լինում։ Եղբայրներ քույրեր, ում համար է լաց լինում, եթե նայում ենք, որոնք սովորաբար ինչ արեցին։ Հիմա տեսեք ինչ է գրած 3:18 խոսքից Ֆիլիպեցիս։ Վասնզի շատերը կքայլեն, որոնց համար շատ անգամ ձեզի կսեի, միշտ ասել առաքյալը, միշտ ասել է այդ մասին։ Եվ հիմա լալով կզրուցեմ, ում համար, այսինքն Քրիստոսի խաչի թշնամների համար, որոնց վերջը կորուստ է, որոնց Աստված իրենց որովայնն է, անոնց փառք իրենց ամոթն է,
որոնք միայն երկրավոր բաներն են մտածում, միայն աշխարհի բաները, ոչ թե երկնայինները, բայց մեր քաղաքականությունը երկնքեն է, ուրկյալ փրկչին կսպասենք Տեր Հիսուս Քրիստոսին։ Եղբայրներ, քույր, Աստված օգնի, նորադասներ, շատ կարևոր է։ Աստված ձեզ պատական չի, որ բերել է։ Բերել մի նպատակի համար։ Առաջի կարևոր բան Աստծո հետ հաշտվելը։ Առաջի կարևոր բանը մեղքի թողությունն է։ Դրա համար եղբայրը, մեր Արտուշ եղբայրը կարդաց. Երանի նրանց, որոնց մեղքերին ինչ եղավ, հիշում եք, հələ դուք ասեք, որոնց մեղքերին թողություն եղավ։ Երանի են այն մարդիկ, որոնց մեղքերը ջնջվեցին։ Խաչի վրեի ավազակ Աճակոբյան թողություն ստացավ, փրկություն ստացավ։ Եղբայրներ, քույրեր, Աստծո նպատակը սա է։ Քրիստոս որպես որդված գառնուկ, նա իր արյունը թափեց մարդկանց մեղքերի համար, հանցանքների համար, որպեսզի վերջեջով դատաստան չմտնենք, որպեսզի փրկություն գտնենք։ Եղավ, եթե սովորաբար մենք նայում ենք, Պողոս առաքյալը Տիմոթեոսին գրում է, 2 Տիմոթեոս 2:15, 2 Տիմոթեոս 2:15, ջան կրե քո անձդ, որ Աստծո առջև ընտրի ցուցնես։ Մեր փապակը ջան կլինի, որպեսզի մենք մաքուր Տիրոջ առջև կանգնենք։ Սա երանություն է։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, շատ մեծ երանություն է։ Ամեն մի հավատացյալի համար, որ ընդունում է Քրիստոսին, նրա պատվական արյունը, որը թափվեց մեր մեղքերի անձանքների համար։ Հիմա այստեղ եթե մենք նայում ենք, Եբրայեցիս թղթում գրված է այդ հորդորական խոսքը 10-րդ գլուխ 36 խոսքից, Եբրայեցիս 10:36, վասնզի պետք է ձեզի, մեզի այսինքն բոլորիս, ինչ է պետք, դրանք ինչ ասում, համբերություն, որպեսզի Աստծո կամք անելով, մեզ պետք է բոլորիս համբերություն, որպեսզի Աստծո կամք անելով, ոչ թե մեր կամք անելով, որպեսզի Աստծո կամք անելով խոստմունքները վայելենք, Աստծո բոլոր խոստմունքները վայելենք, այդ խոստմունքները եւ երկրի համար կա, բժշկության համար կա, օրհնության համար կա, փրկության համար կա եւ հերճավիտնական կյանքի համար մենք խոստմունքներ ունենք։ Եթե այն հավատացյալը, որը մաքուր կյանք է ապրում, սուրբ կյանք է ապրում, եթե սովորաբար մենք նայում ենք, նորից գրված է Եբրայեցիս 10:22-ում, Եբրայեցիս 10:22-ը Աստծո մոտենանք, երկու բան է կարևոր։ Ճշմարիտ սրտով, հետո ով է հիշում, լեցուն հավատքով, գրված է վերևում։ Աստծո մոտենալը պետք է ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, այսինքն մաքուր սրտով, պարզ սրտով, անկեղծ սրտով, մոտենանք Աստծուն ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով։ Պատասխանը կլի մեզի, պատասխանը։ Ովսիա մարգարեն մարգարեացել է, Ովսիան մարգարեացել է, Ովսիայի 10:12-ում գրված է, 10:12, ով է իմաստուն, որ սրանք հասկանա, ով է իմաստուն, որ սրանք հասկանա, Տիրոջ ճանապարհները շիտակ են, Տիրոջ ճանապարհները ուղիղ են, շիտակ են, արտարները անոնց մեջ պիտի քայլեն, իսկ հանցավորները պիտի գլորեն։ Հանցավորները, որոնք մեղքի կյանք են ապրում, նրանք տեղ չեն ասել, նրանք այդ ճանապարհով չեն կարող քայլել, Տիրոջ նեղ ճանապարհով չեն կարող անցնել։ Եղբայրներ, քույրեր, հանցավորները, որոնք որ հանցանքների մեղքերի մեջ են, ինչպես Տերն ասեց հիմար կույսերին, գնացեք ինձանից, հիշում եք ինչ ասեց։ Չասեց, որ տանամես յուղ չունեք դրա համար, ասեց ով անիրավություն գործողներ, եւ դորը փակվեց։ Եղբայրներ, քույրեր, ինչ որ գրված է պիտի կատարվի, թե հիմար կույսերի համար առակի, թե մյուս առակների, որ գրված է, պիտի բոլորը կատարվեն։ Ամեն Տեր Աստվածը չէ, որ պիտի մտնի երկնային արքայություն։ Նրանք, որ գրված է Տերն ասեց, իմ երկնավոր հորը կամքը կատարում են։ Երբ որ Տերը ժողովրդի հետ մեծ աշխատանք էր տանում, ավետարան էր քարոզում, բուժում էր բոլոր ցավերի վանդությունները, հիշում եք մայրը, եղբայրները, քույրերը կան, այնքան ժողովուրդ շատ են, որ չեն կարող Հիսուսին մոտենալ։ Ասեցին, որ քո մայրը, եղբայրները, քույրերը քեզ կանչում են, ինչ ասեց, ով հիշում։ Ցույց տվեց ձեռքով ժողովրդին, սրանք են իմ մայրը, քույր եղբայրները, որոնք իմ երկնավոր հոր կամքն է կատարում։ Քրիստոսով եղբայրներ, քույրեր, կկան դժվար օրեր, մենք չենք կարող խուսափել, բայց այն հավատացյալները, որոնք Աստծո հետ մոտիկ են, ովքեր ճիշտ Տիրոջն են ճաշակում, ովքեր Տիրոջ խոսքով են ապրում, Տերը խոստացել է, ասել է ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Աստված օգնի մանավանդ նորադասներ, որ եկել եք թեկուզ հիվանդության համար, ցավերով եկել եք, տառապանքով եկել եք, բայց մի բան կարող եմ ասել, թող Աստված օգնի, որ այստեղից մեկը դատար չգնա։ Հանդիպենք Տիրոջ հետ, հանդիպենք Տիրոջ հետ։ Առաջի փապակը լինի Տեր Հիսուս, ուզում եմ քեզ հետ հանդիպել։ Ուզում եմ լսել քո ձայն, ինչ ունես ինձ ասելու։ Տեր Հիսուս ջան, ինչ ունես ինձ ասելու։ Եկել եմ որ հոգևոր բժշկվեմ առաջինը։ Երկը գիտեմ որ երբ որ դու մեկի հետ մոտենում ես մեկին, հնարավոր չի որ առաջ հոգևորը որ եթե լինում է մարմնավոր հետևից գնալու է։ Եղբայրները լավ հորդորեցին։
Քո առջև դրված է մեծ խնդրեմ։ Բժիշկները շատ ծանր վիճակ են ներկայացրել, եղբայրներ քույրեր, խնդրեմը մեծացել է։ Եղբայրներ քույրեր, խնդրեմը մեծացել է, բայց Աստծո մոտ անկարելի ոչինչ չկա։ Մի նայեք վիճակներին, մի նայեք խնդրեմներին, մի նայեք ոնց ասած, որ ասեց Երիկովը, այդ Երիկովի Պարիսպը այնքան շատ հաստ էր, որ Ռախաբ կինը իր տունը կառուցված էր Պարիսպի վրա, բայց ասեց երևույթի մի նայեք, միայն հնազանդվեք։ Եթե ժողովուրդը չհնազանդվեին, 7 անգամ չպտտվեին, արդյունք չէ լինի։ Նրանք հնազանդեցին Աստծո կամքին։ Այսօր ամեն մեկս պետք է հնազանդենք Աստծո խոսքին։ Հնազանդվեցիր օրհնությունը կգա, հնազանդվեցիր փրկությունը կգա, հնազանդեցիր բժշկությունը նշաններ հրաշքները հնարավոր չէ որ չկատարվեն։ Եղբայրներ քույրեր, վերջում նորից եմ խնդրում ձեզի, փափագեք որ Տերը ձեզ մոտենա։ Զաքեոսը, գիտեք, Զաքեոսը ոչ հիվանդության կարիք, բան բժշկության կարիք ուներ, չուներ հիվանդություն։ Ոչ նյութականին որ կարիք ուներ, միայն մի փափագ առաջացավ։ Այդքան ժողովրդի միջով ասում էր, միայն Զաքեոսի մոտ կատարավ հրաշք։ Ասեց միայն Քրիստոսին տեսնեմ։ Երանի քեզ հավատացյալ, որ դեր փափագես Տիրոջը տեսնելու։ Փափագես որ Տիրոջ հետ կենտանի հաղորդակցություն ունենալու։ Այսօր դրա կարիքը շատ կա։ Համաձայն եք, եղբայրներ քույրեր, անկախ վիճակներից, ասեք Տեր կուզում եմ որ դու իմ կյանքի մեջ հայտնվես։ Հովհաննեսն ասում է, մենք տեսանք, մեր ձեռքերը շոշափեցինք, կյանքը հայտնվեցավ։ Այն որ մենք ունենք այդ հաղորդակցությունը Տիրոջ հետ, որպեսզի դուք էլ ունենաք այդ մտերմությունը հաղորդակցությունը Տիրոջ հետ։ Այսօր հերթը իմն եւ ձերն է։ Եղավ Տերը թողնի, անցավ ասեց Զաքեոս, արես որ քո տուն եմ գալու։ Բոլորը մարդիկ տրճնջացին, ասեն էլ մարդ չմտավ արտար, մարդ չկար, այդ մեղավոր մարդու տունը գնաց հաց ուտելու։ Եղբայրներ քույրեր, այո, նա եկել է մեղավորը փրկելու։ Եկեք կանգնենք Տիրոջ առջև անկեղծանանք։ Տիրոջ առջև զղջման աղոտ բերենք։ Հետագան ընթացքը որ օրհնաբեր լինի։ Հրաշքներ տեղ ունենան։ Զորություն ամպը ծածկի եղբայրներ քույրեր։ Մեկ այստեղից դատարկ չգնա, մեկ այստեղից պարապ չգնա։ Առանց հանդիպել Տիրոջ հետ ուր գնանք։ Պետրոս ասում էր, որու երտանք, Դավիթական կյանքի խոսքերից թողեմ ես։ Միաբանվենք սրտանց, միաբանվենք։